Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտող սիրելիներս, ողջունում եմ ձեզ եւս մեկ անգամ, ողջունում եմ արդեն խոհանոցից, որովհետեւ այսօր շատ գործ ունենք միասին անելու, իսկ ինչ ենք պատրաստելու այսօր։ Ահա եթե նկատում եք, եթե ձայնը լսում եք, այստեղ արդեն եփվում է հավկիթ, այսպիսի բուրըն իրավիճակում է գտնվում այստեղ խոհանոցը արդեն, մենք այսօր պատրաստելու ենք շատ համեղ բոլորիս ծանոթ մի աղցան, մայրաքաղաքային աղցան ենք պատրաստելու, դե մեծ առումով այստեղ ցույց տալու բան չկա, բայց յուրահատուկ մոտեցում ենք ցույց տալու, մի փոքր փոփոխված տարբերակով եմ ուզում ներկայացնել, ինչու, ինչի մասին է խոսքը։ Ես այս բոլոր բաղադրիչները պետք է քերիչով անցկացնեմ, ոչ թե մեր սովորական ավանդական ձևով պետք է այն մանր կտրատենք եւ աղցան պատրաստենք, այլ պետք է քերիչով անցկացնենք, սոուսով լավ միախառնենք եւ պատառիկներ պատրաստենք։ Երևի թե հետաքրքրությունը միայն կլինի այդտեղ, որ խյուսի պետք է վերածենք եւ պատառիկի ձևով պետք է մատուցենք այն։ Բաղադրիչների մասին խոսելով ասեմ, որ օգտագործելու ենք բոլորը այն բաղադրիչները, որոնք սովորաբար օգտագործում եք, բացառելով այստեղ գազարը, շատ հետաքրքիր է, որ իմ իմանալով օրիգինալ մայրաքաղաքային օլիվեի ուրեմն տարբերակում բաղադրատոմսում գազար չկա։ Չգիտեմ մենք ինչու ենք սովորություն դարձրել գազար ենք ավելացնում այնտեղ, բայց դե երևի սիրում ենք, չգիտեմ։ Հիմա ներկայացնեմ, թե ինչ ունենք այստեղ։ Մենք ունենք կարտոֆիլ արդեն նախապես խաշված վիճակում, ես այսօր միայն բացառել եմ օրինակ հորթի փապկամիս խաշած չենք օգտագործում կամ հավի կրծքամիս չենք օգտագործում, այլ կպատրաստենք այն բժշկական երշիկով, ասեմ, որ բարձր որակի լավ երշիկ եմ ես ձեռք բերել ու օգտագործելու ենք հենց դա։ Այստեղ բնականաբար ունենք կանաչ ոլորը, ունենք թթու վարունգ, ունենք մայոնեզ եւ թթվասեր եւ այստեղ ունեմ յուրահատուկ համեմունք միախառնված միքս տարբերակ հատուկ աղցանների համար նախատեսված։ Եվ այստեղ մեր հավկիթը, այսպես ասած, մեր օլիվեի հավկիթը ինձ թվում է արդեն եփված է, երևի թե կդնեմ մի կողմի վրա, որովհետև շատ է նա աղմկում։ Կսարճի հետո մենք ուրեմն կմաքրենք այն։ Անցնենք առաջ, ինչ ենք անում։ Առաջին հերթին սիրելիներս, եկեք միասին բոլոր բաղադրիչները քերիչով անցկացնենք ու հերթականությամբ անցնենք առաջ։ Ինչպես նշեցի, այսօր միակ հետաքրքրությունը երևի լինելու է դրանում, որ պետք է քերիչով անցկացնենք, չգիտեմ երբևէ փորձել եք այդ տարբերակը թե չէ, եթե չէ, ապա խորհուրդ եմ տալիս փորձեք, որովհետև շատ համեղ է ստացվում։ Ահա, անցնենք առաջ ու սկսենք մեր աշխատանքը։ Ես կհագնեմ ձեռնոց այս պարագայում։ Ողջույն Սուրեն ջան։ Որտեղ պատրաստում ես մայրաքաղաքային, սա ինձ մոտ կարծես նոր տարվա տպավորություն։ Այո, մի փոքր միշտ սիմվոլիկան է, հա, նոր տարվա։ Ստալիչնի սալաթը։ Ճիշտ է, բայց ասեմ, որ ամռան ընթացքում էլ շատ ամռան ընթացքում շատ լավ կլինի, որ ամանիկով պատրաստված ունենանք սառնարանում, որովհետև օրվա ընթացքում շատ բոլորս զբաղված ենք լինում, ունենանք սառնարանում, հանենք շատ արագ պատառիկ պատրաստենք լոլիկով, վարունգով ու այդպես ճաշակենք։ Ես կարծում եմ փրկիչ մի աղցան կարող է դառնալ օրվա ընթացքում եւ հագեցնող է, եւ վիտամիններով հարուստ է, եւ շատ համեղ է ընդհանրապես։ Այսպես փորձենք այս տարբերակով, այո, բոլոր բաղադրիչները միայն երևի թե կփորձեմ երշիկը շատ մանր կտրատել, որ համահունչ լինի մյուս բաղադրիչների հետ, մնացածը արդեն թե հավկիթը, թե վարունգը եւ թե ահա տեսնում եք կարտոֆիլը քերիչով կանցկացնեմ։ Շատ հետաքրքիր է լինելու, խյուսի է վերածվելու եւ այն պատառիկների, ուրեմն բացահայտում է, ուրեմն կլինի նոր աղցան։ Տապակված Հյուսի վերածված աղցան։ Այո, տապակված ստալիչնի։ Այո, բայց շատ համեղ է, ես խորհուրդ եմ տալիս, մեր հեռուստադիտողներն էլ փորձեն, վստահ եմ չեք փոշմանի Ժողովուրդ ջան, եւ իմիջիալոց մի բան ասեմ, փոխարենը այդպես չարչարվեք, մանր նստեք, որպեսզի գեղեցիկ կտրատեք, դրա փոխարեն ավելի լավ է այս տարբերակ շատ արագ կստացվի։ Դե հիմա կավարտին արդեն կհասկանանք ինչ է իրենց ներկայացում այս տարբերակը, բայց գիտեմ, որ շատ համեղ է լինելու, Ադրինեի պարագայում երբեք
Ինչ-որ բան այնպես թեթև չի լինում, ամեն ինչը լինում է շատ տեղը տեղին եւ իհարկե ինչպես հարկն է։ Դուք էլ պատրաստ եք ձեր աղցանները։ Ես նաև գիտես որն եմ սիրում, այն որ շերտերով այսպես տորտ աղցանը։ Տորտ աղցան, այո։ Էլի շատ ինքը ձմեռային Դե ռուսական չեմ սխալվում կոչվում է ինչ պատշուբայ։ Չէ, պատշուբան ուրիշ է, ձկան տարբերակով, իսկ այդ շերտերով բանջարեղենային տորտ աղցան է կոչվում ինքը, այդպես շատ հետաքրքիր է, բայց ձմեռային է, կարտոֆիլ պատշուբու, Չէ, կարտոֆիլ ձկան անունն էր։ Կհիշեմ։ Սիլյոտկա պատշուբը։ Սիլյոտկա պատշուբը։ Ձկան անունը։ Այո, ձկան։ Ձկնիկը վերարկուի տակ։ Քորացած ձկնիկը վերարկուի տակ։ Այո։ Մուշտակի երևի։ Մուշտակի, ավելի դաժան, մուշտակի տակ։ Ինչ եմ մտածել, որ այդպեսի անուն են դրել։ Չգիտեմ։ Շատ լավ։ Ահա, այսպեսի խյուս ստացանք կարտոֆիլից արդեն, եւ այսպես հերթով կանցնենք առաջ, քանի որ կարտոֆիլը Ժորժ ջան հենց նոր է եփել եւ մի փոքր դեռ տաք է, կթողնենք մի կողմի վրա սառչի, այս ընթացքում արդեն վարունգը կսկսենք փոքրիկ այսպիսի գլխիկները կտրենք բնականաբար ու քերիչով անցկացնենք նաեւ։ Ես տեսնում եմ որ դու շատ երկար այսպես հաճելի աշխատանք ունես անելու, վարունգները շատ են, պետք է մանրացնել եւ իհարկե անցկացնել քերիչով, եթե ուրիշ բան չկա ավելացնելու։ Երևի թե այս պահին չէ։ Այս պահին միայն վարունգների գործն է։ Այո, հավկիտն էլ կսառչի, հետո միասին էլի հերոստատիտողի հետ միասին պրոցեսը կանցկացնենք։ Դե այս պահին կարճ դադար կլինի, ու հետո արդեն տաղավարում կողջունենք մեր հյուրերին, բավական հետաքրքիր լինելու, մնացեք մեզ հետ։ Բարի առավոտ եւս մեկ անգամ իմ թանկագին հերոստատիտողին, սիրելիներս ողջունում եմ բոլորիդ, թե Հայաստանում բնակվող մեր հերոստատիտողներին եւ թե սահմաններից դուրս գտնվող մեր հայրենակիցներին, ամբողջ Սփյուռքին, սիրելիներս ջերմագին ողջուններ, բարի տրամադրություն, լավ տրամադրություն եւ իմացեք մենք այստեղ ձեզ շատ հիշում եւ կարոտում ենք։ Սիրելիներս, այսօր մենք պատրաստում ենք շատ համեղ բաղադրատոմս, բոլորիս ծանոթ, շատ հայտնի, ամբողջ աշխարհում հայտնի մի աղցան, որը կոչվում է օլիվիե կամ մայրաքաղաքային հայերեն տարբերակով եւ մի փոքր այսօր ներկայացնում եմ այն փոփոխված ձևով։ Ինչ ենք արել մինչ այս պահը։ Սիրելիներս, բոլոր այն բաղադրիչները, որոնք մենք օգտագործում ենք այս աղցանը պատրաստելու համար, ես քերիչով եմ անցկացրել, ոչ թե մանր կտրատված տարբերակով, այլ քերիչով անցկացված։ Այստեղ ունենք արդեն կարտոֆիլը, թթու վարունգը, հավկիթը եւ հիմա պետք է երշիկը եւս մանրացնենք։ Ես միայն երշիկը, այսպես ասած, չկարողացա ամբողջական վիճակում չէր, որպեսզի ես այն քերիչով անցկացնեի, բայց խորհուրդ եմ տալիս նաեւ երշիկը, եթե կստացվի, ապա սա էլ անցկացրեք քերիչով։ Ես կփորձեմ շատ մանր տարբերակով այն կտրատել ու ավելացնել մեր մյուս բաղադրիչների վրա։ Այսպես, առաջին հերթին շատ բարակ շերտերի կվերացեմ, ձողիկներ կկտրատենք, հետո մանր կկտրենք։ Ահա։ Ինչու եմ առաջարկում այս տարբերակը, նախ շատ համեղ է ստացվում, հետո ես ուզում եմ այն վերածել պատառիկների այս խյուսը եւ ասեմ, որ այս տարբերակով շատ ավելի արագ է պատրաստվում մայրաքաղաքային աղցանը, քան կտրատման այս ընթացքը անցնելով։ Ահա, սա էլ վատ չէ, այսպես էլ վատ չի ստացվում, բավականին մանր է ստացվում, այնպես որ կարելի է նաև այսպես միայն երշիկը օրինակ կտրատել փոքր խորանարդներով։ Այսպես։ Անհրաժեշտության դեպքում եւս մեկ անգամ դանակով կանցնենք վրայով, որպեսզի լավ մանր ստացվի։ Ինչու եմ փորձում այսպես անել, որպեսզի խյուսի մեջ այն ձուլվի, այսպես ասած, եւ պատառիկների մեջ հարմար լինի տեղադրելը։ Ուտելուց էլ շատ հարմար կլինի։ Ահա, ավելացնեմ նաև երշիկը այստեղ, փորձեմ էլի գեղեցիկ, ինչու եմ այսպես դասավորել, որպեսզի ձեզ համար տեսանելի լինի։ Ահա, մի անկյունում էլ փորձենք երշիկը տեղափոխել,
Այսպես։ Ահա։ Եվ իհարկե չենք մոռանում, որ պետք է դեռ այստեղ ոլոր օգտագործենք, պետք է սոուս պատրաստենք։ Սոուսը հետաքրքիր ձևով կպատրաստենք, մենք ունենք թթվասեր եւ մայոնեզ, բայց ես այնտեղ կավելացնեմ մի փոքր նաեւ մանանեխ եւ իհարկե այստեղ ունենք շատ հետաքրքիր համեմունքների միքս տարբերակ, որը հենց նախատեսված է աղցանների համար։ Յուրաքանչյուր աղցանի համար դա կլինի նմանատիպ, օրինակ հագեցնող աղցաններ, թե կլինի թեթև ամառային աղցաններ, այդ բոլոր տարբերակների մեջ կարող եք օգտագործել այս համեմունքը, շատ հանգիստ այն կարող եք ձեռք բերել յուրաքանչյուր խանութից, բոլոր խանութներում վաճառվում է, պետք է ուղղակի ուշադիր լինել, կարդալ, տեսնել, որ վրան գրած է համեմունք հատուկ նախատեսված աղցանների համար։ Այսպես։ Թթու վարունգը եւս պետք է։ Իմիջիալոտ սոուսը երբ պատրաստենք, ես թթու վարունգի հյութից մի փոքր ավելացնելու եմ սոուսի մեջ։ Մեկ անգամ եւս այդպիսի աղցան ենք պատրաստել եւ սոուսի մեջ ես ավելացրել եմ, եթե հիշում եք։ Այսօր եւս կկրկնենք, այսպես ասած, կրկնողությունը գիտության մայրն է, այո։ Եվ Ադրին այստեղ արդեն գունազարդելու շատ գեղեցիկ ամեն ինչ պատրաստել է, քիչ հետո արդեն այս ամեն ինչը կխառնենք իրար։ Եվ կստացվի շատ համեղություն։ Ես երբեք չեմ փորձել այս տարբերակով, այսպիսի սենց քերիչով անցկացած, հայերեն լեզվով ասած ճորկած տարբերակով դեռ չեմ փորձել, բայց համոզված եմ, որ շատ համեղ է ստացվելու։ Վստահ եմ, որ այդպես է լինելու, այնպես որ դուք էլ փորձեք, հայտնեք ձեր կարծիքը, գրեք ձեր բաղադրատոմսերն ուղարկեք մեզ, եւ մենք էլ փորձենք պատրաստել։ Այո, իհարկե, մեծ սիրով։ Հիմա երշիկներն էլ կկտրատվեն, համեմունքները դե ես համոզված եմ, որ շատ համեմունքաշատ է լինելու, որտեղ Ադրինեն եւ համեմունքները այո, չեն կարող անտարբեր անցնել միմյանց կողքով, այո, դա այդպես է։ Ես հուսով եմ, որ չեմ չարաշահում, չգիտեմ, շատ եմ օգտագործում համեմունք, բայց հուսով եմ, որ կերակուրների մեջ շատ չեմ չարաշահում, այնպես չի, որ ով ճաշակում է իմ ուտեստները, նեղանում է ինձանից։ Ես մտածում եմ, որ մենք կարող ենք այո, ես հասկացա դու ինչ ես մտածում։ Այս բաստուրմայով պանիրը կտրատել վրան։ Չգիտեմ, Սուրեն, ես ինչ առաջարկ արեցիր։ Դե Չգիտեմ։ Դա կարելի է կողքից մատուցել, ես կարծում եմ։ Ես շատ ուզում եմ, որ ամբողջական այս համը հենց մենք ճաշակենք, այո։ Հետո կողքին ինչու ոչ կարելի է նաև այդպիսի այդ պանրով ուրեմն պատառիկ պատրաստել։ Դե ես համոզված եմ, որ շատ համեղ է լինելու։ Դուք էլ այս ամենը խառնեք իրար, պատրաստեք, իսկ այս բանին կունենանք կարճ դադար, հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք մեր եթերը։ Բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտող սիրելիներս, ինչպես հիշում եք, պատրաստում ենք այսօր մայրաքաղաքային աղցան, ահա այն բոլոր բաղադրիչները, ինչը մեզ պետք է արդեն պատրաստ է, այս բոլորը ես անցկացրել եմ քերիչով եւ հիմա պետք է պատրաստենք սոուսը։ Սոուսի համար, ինչպես նշեցի, մի փոքր հավելումներ կանենք, որպեսզի շատ համեղ ստացվի մեր աղցանը։ Այստեղ ունեմ մայոնեզ, ունեմ մանանեխի մածուկ եւ այստեղ կավելացնեմ իհարկե թթվասեր, այսպես, կխառնենք, ահա, որպեսզի մանանեխը լուծվի ամբողջ այս բաղադրիչների կատնամթերքի մեջ, ահա, եւ այստեղ պետք է ավելացնենք այն համեմունքը, ինչի մասին շատ երկար խոսեցինք։ Ահա։ Մի ամբողջական միքս տարբերակ նախատեսված աղցանի համար։ Այստեղ միայն կավելացնենք սև պղպեղ եւ մի քիչ աղ, սիրելիներս։ Դեռ չեմ շտապում շատ աղ օգտագործել, որովհետև ունենք թթու վարունգ եւ համեմունքի մեջ եւս կա մի փոքր աղ։ Այսպես փորձենք լավ խառնել։
Ինչպես ասացի, այստեղ կարող ենք մի քիչ ավելացնել մեր թթվի հյութից, այսինքն թթու վարունգի հյութը մի քիչ կարելի է ավելացնել, որպեսզի ավելի հետաքրքիր համ ստանա մեր սոուսը, իսկ փոխարենը կարելի է նաև ավելացնել կիտրոնի հյութ, էլի շատ համեղ կստացվի։ Դու համեղ սոուս ես պատրաստում։ Այո, շատ Հիանալի է։ Ես նշեմ, որ այստեղ նաև իմ աջ կողմում Էլորայի ամբողջ տեսականին է, որից քիչ առաջ մենք երբ դուք դիտում եք լուրերը, մենք քիչ առաջ իհարկե օգտվեցինք եւ նա փոքրիկ նախաճաշ կազմակերպեցինք, որովհետեւ անտարբեր անցնել այս ամենի կողքով պարզապես հնարավոր չէ։ Եվ ինչպես մենք ենք միշտ ասում, առավոտյան նախաճաշը հատկապես երբ այո պարունակում է շատ կաթնամթերք, շատ կարևոր է, որպեսզի իմունիտետը բարձր լինի եւ կարելի է նաեւ մարզվողների համար շատ կարևոր բաղադրիչ է կաթնամթերքը Էլոլան ոչ միայն Հայաստանում է, նաև Հայաստանի սահմաններից դուրս Միացյալ Նահանգներում։ Եվ բնականաբար այս ամենին նաև համադրվում է այս գեղեցիկ ու հրաշալի գունավոր պահածոների տեսականին, որոնք նույնպես շատ համեղ են, ներկայացնում է Իջևանի գինու գործարանը, ասեմ, որ այստեղ ներկայացված է հրաշալի տեսականի, բայց ոչ ամբողջը, որտեղ ամբողջը շատ է, եւ հյութերի, կոմպոտների լայն տեսականին նույնպես։ Բնականի համ ընդգծվում է յուրաքանչյուր պահածոյի մեջ։ Եվ նշենք, որ այսօրվա մեր հենց աղցանի պատրաստման ընթացքին մեզ օգնության են հասել մեր հենց գործընկերները։ Եվ կաթնամթերքը, եւ թթու վարունգը ուրեմն ապահովել են հենց նրանք։ Ահա, ես խառնում եմ, երևի թե ավելի լավ կլինի մեծ գթալով խառնել, այնքան բազմապիսի գթալներ ունեմ, չգիտեմ, որ մեկով օգտվեմ, որ մեկով խառնեմ։ Ահա։ Ես ընթացիկ սիրելիներս, երբ կհասկանամ, որ ամեն բան, մենք սա պետք է փորձենք համտեսել, այնուհետև սկսել պատառների վերածել, որովհետև առանց համտեսելու երևի թե Վայ, Ադրինե ջան, ես այդ մեծ պարտականությունը կվերցնեմ իմ վրա, դաժան ու դժվար պարտականությունը, համտեսի։ Այո, մեկ վայրկյան ես լավ խառնեմ, որպեսզի բոլոր համերը միախառնվեն եւ բոլոր բաղադրիչները իմիջայլոց, սա էլ է շատ կարևոր է, ահա տեսնում ես թթու վարունգը, այնպես մենակ լքված էր այն ներքևներում, հատակում։ Եւ ինչպես նկատել եք, Ադրինեն չի պատրաստում մի բաժին, Ադրինեն պատրաստում է մի ամբողջ աման, որով մենք բոլորս պետք է ճաշակենք, իհարկե։ Եվ տեսնենք թե ինչ է Դու հիմա ուրեմն փորձում ես ու ինձ ասում ես ինչ եմ ավելացնում, պակասեցնել չեմ կարող, բայց ավելացնել կարող եմ։ Ահա, եւ այսպես տադամ։ Տադամ։ Տեսնենք ինչ է ստացվել։ Աղ։ Մի քիչ աղի ես կավելացնում, թե ես աղակեր եմ, բայց չեմ ասի, որ ամբողջին ավելացնես։ Միգուցե մեր ընկերները աղակեր չեն այդքան։ Ահա, իսկ սոուսի հետ կապված կա ինչ-որ բան, որ կուզեիր ես ավելացնել։ Ուղղակի կուզեի, որ հիմա դադար լիներ եւ ես ամբողջ ուտեի։ Հիմա մենք միասին պատառ ենք պատրաստելու, սիրելիներս։ Եթե ամեն բան նորմալ է, Սուրեն անցնենք գործի։ Ահա, ես էսպես, ահա, սիրելիներս, տեսեք ինչ ենք անում։ Փորձում ենք այսպես տեղադրել մի գդալի չափով, ուրեմն մեր լավաշիկի վրա, թեկուզ կարող է մի փոքր մեծ խոշոր ստացվել, այո, եւ այսպիսի եռանկյունի ուրեմն ուղղություններով փորձում ենք այն վերածել պատառին։ Իմիջիալոց նշեմ, ցանկության դեպքում կարող եք շատ այսպես թեթև մի քանի րոպե, երևի թե 2-ից 3 րոպե այն տեղափոխել ջեռոց, լավաշիկը չորացնել, հետո ճաշակել, բայց եթե ցանկություն չկա, այլ պարզապես այսպես պատառիկի ձևով։ Ահա, ստացանք այսպիսի գեղեցիկ պատառիկ, խնդրեմ։ Ծրարներ։ Եթե այո, ծրարիկներ, եթե երևում է, ես շատ ուրախ եմ, եթե ոչ, այս մեկ կտորն էլ միասին անենք եւ հեռուստադիտողը կտեսնի։ Մի անկյունի վրա տեղադրում ենք մեր ուրեմն աղցանը, այսպես ծածկում ենք, եռանկյունի տեսք ենք տալիս, ահա սիրելիներս, հուսով եմ երևում է, այս մյուս կողմ ենք թեքվում, հետո մյուս կողմ ենք թեքվում, այսպես, ահա, հերթականությամբ եւ այսպես, ահա, ստացանք հաջորդ պատառիկը։ Եվ այսպես շարունակ։ Այո, դե եթե ամեն ինչ պատրաստ է, Իհարկե Ադրեն հիմա պատրաստ։ անցնում է արդեն
Ես հուսով եմ երևում եմ այո, փաթեթա, սա բառես իսկական իմաստով փաթեթավորում է։ Այո, աղցանի փաթեթավորումն է կատարվում։ Ինձ թվում է շատ ուտելուց էլ շատ հարմար կլինի, ահա։ Ես դնեմ, որպեսզի ցուցադրեն։ Երևի թե մեր ռեժիսորին եւ օպերատորին գժվացրեցի, այնքան տապահարեցի պատառիկները։ Հուսով եմ ներող կլինեք, բայց հուսով եմ հեռուստադիտողը հասկացավ ինչի մասին է խոսքը։ Դե այս process-ը մի քիչ երկար է տևելու, բայց մենք այդ ընթացքում կունենանք հյուրեր, հետաքրքիր հարցազրույց կանցկացնենք, այնպես որ մնացեք մեզ հետ եւ արդեն հաղորդման ավարտին կտեսնենք թե ինչ եղավ եւ կճաշակենք միասին։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Եվս մեկ անգամ ողջունելով ասում եմ, որ մեր ուտեստը արդեն պատրաստ է։ Այսօր պատրաստեցինք մայրաքաղաքային աղցան մի փոքր փոփոխված տարբերակով եւ վերածեցինք իհարկե պատառիկների։ Ահա տեսեք, հուսով եմ ձեզ տեսքը դուր է գալիս, ես այստեղ ունեմ թե ամանի մեջ լցված ամբողջական տարբերակը եւ թե պատառիկները։ Սիրելիներս, այս բոլորը կարող եք համադրել եւ վայելել այսպիսի համեղ հյութերով՝ Իջևանի գինու եւ պահածոների գործարանի կողմից ներկայացվող տոմատի հյութով կամ որևիցե այլ տարբերակով։ Կամ կողքին կարող եք մատուցել թան, ահա մենք այստեղ ունենք նաև Էլոլա ապրանքանիշի թանը շատ համեղ։ Դե ընտրությունը ձերն է։ Սիրելիներս, հուսով եմ շատ հեշտ տարբերակ է, շատ արագ պատրաստվող տարբերակ է եւ ձեզ կարող է օրվա ընթացքում կամ մոտակա օրերի շաբաթվա ընթացքում ձեզ օգնել այս աղցանը։ Պատրաստեք, վայելեք, ձեզ հետևեք, ձեզ լավ նայեք, լավ սնվեք, ձեր հանգստին եւս հետևեք, որպեսզի ունենաք թե լավ տրամադրություն, թե լավ առողջություն։ Եվ այս ամենը հավատացեք պատրաստված է մեծ սիրով եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Սիրելիներս, կհանդիպենք։